Սարսափելի չար է մեղքը և հոգու հիվանդություն, որ մարդուն զրկում է զորությունից և մղում հավիտենական հրին։ Մենք ինքնակամ ենք մեղանչում, և այս մասին է ասում մարգարեն, թե ես քեզ տնկեցի իբրև համակ ազնիվ և պտղաբեր որդատունկ, ինչու ինձ համար դառնությամբ փոխվեցիր, ով դու որդատունկ օտարացյալ։ Բարուսերմը չար պտուղ տվեց չար կամքից, տնկողը մեղք չունի, բայց այգին կրակով կայրվի, որովհետև բարի պտուղների համար տնկվեց, բայց չար պտուղներ պտղաբերեց։ Ինչպես ժողովողն է ասում. Աստված մարդուն ուղղամիտ է ստեղծել, բայց մարդիկ չար խորհուրդներ փնտրեցին։ Եվ դարձյալ ասում է առաքյալը, որովհետև նրա արարածներն ենք, Քրիստոս Հիսուսով ստեղծվածներ բարի գործերի համար, որոնց համար էլ Աստված առաջուց պատրաստեց մեզ, որպեսզի դրանք կատարենք։ Աստված բարերար է, որ մեզ ևս ստեղծեց բարի գործերի համար, բայց արարածներն իրենք ինքնակամ դարձան դեպի չարը։ Ինչպես ասվեց, մեղքը սարսափելի չար է, բայց ոչ անբուժելի։ Սարսափելի է նրա համար, ով իր մեջ է կրում այն, սակայն դյուրությամբ բժշկելի է նրա համար, ով ապաշխարությամբ վանում է այն։ Բայց պատկերացրու, որ մեկն իր ձեռքում կրակ է պահում, և այդ կրակը այրում է նրան, եթե ձեռքից վայր գցի այն, կդադարի այրվելուց։ Նրա համար, ով մտածում է, թե չի այրվի մեղքից, Սուրբ Գիրքն ասում է. հնարավոր է արդյոք, որ մեկը կրակը պահի իր գոգի մեջ և շորը չայրի։ Այդպես մեղքը կրակի է մատնում հոգևոր զորությունը։ Արդ ով կարող է ասել, ինչ է մեղքը, կենդանի, հրեշտակ, չար ոգի, որ այդքան զորավոր է։ Մարդ արարած, այն թշնամի չէ, որ հարձակվում է քեզ վրա ներսից, այլ անպետք բույս, որ սնվում է քեզանից։ Նայիր ուղիղ հայացքով, և քո մեջ չի ծնվի ցանկություն, պահպանիր քոնը և մի գողացիր ուրիշինը, և կդադարի հակվածությունը դեպի հափշտակությունը։ Հիշիր դատաստանի օրվա մասին, և քեզ չեն հաղթի ոչ անառակությունը, ոչ շնությունը, ոչ սպանությունը։ Երբ մոռանում ես Աստծուն, այդ ժամանակ ես խորհում չարի ու անօրեն գործեր գործելու մասին։ Ընդ որում, ոչ միայն դու ես մեղքի համար մեղավոր, այլ մեկ այլ առավել չարագույնը՝ Սատանան։ Նա հրապուրում է բոլորին, սակայն չի կարողանում հաղթել նրան, ով չի ենթարկվում իրեն։ Սրա համար ժողովողն ասում է. եթե իշխանի զայրույթը բռնկվի քո դեմ, դու մի լքիր քո տեղը, քաղցր աղաչանքը կարող է կանխել մեծ մեղքերը։ Փակիր քո դուռը, հեռու վանիր քեզանից, և վնաս չի հասցնի քեզ։ Բայց եթե դու սառնասրտորեն ցանկություն խորես, այն թափանցելով սրտիդ մեջ, իր արմատները կգցի, կխափանի քո բանականությունը և քեզ չարի խորխորատի մեջ կանետի։ Սակայն գուցե դու ասես. ես հավատարիմ եմ, և ցանկությունն ինձ չի տիրի, չնայած որ հաճախ է այն իմ մտքում առաջանում։ Մի՞թե չգիտես, որ քարի մեջ էլ է մտնում բույսի արմատը, որ երկար ժամանակ նրա կողքին էր աճում։ Մի ընդունիր չարի սերմը, այլապես այն կճնշի հավատը։ Արմատախիլ արա չարը, քանի դեռ այն չի ծաղկել, որպեսզի դու, որ նախապես արհամարհում էիր այն, հետո հրի ու սրի չմատնվես։ Երբ սկսվում է աչքի հիվանդությունը, ժամանակին բուժիր այն, որպեսզի կուրանալուց հետո բժիշկ չփնտրես։ Մեղքի սկզբնապատճառն ու չարի հայրը Սատանան է։ Սա ասել է մեր Տեր Հիսուս Քրիստոս և ոչ ես։ Քանի որ Սատանան մեղանչող է ի սկզբանե, նրանից առաջ ոչ ոք չի մեղանչել։ Նա մեղանչել է ոչ այն պատճառով, որ ի բնե էր ստացել մեղքի հակումը, այդ դեպքում մեղքի պատճառը նրա վրա կընկներ, ով ստեղծել էր նրան այդպիսին։ Նա ստեղծվել էր բարի և իր ցանկությամբ դարձել բանսարկու, իր գործերով ժառանգելով բանսարկուի անունը։ Քանզի բարի հրեշտակապետ էր և անեծքի տակ ընկնելով անվանվեց բանսարկում։ Աստծու բարի ծառան էր, բայց իր վրա վերցրեց Սատանա անունը, որ հակառակորդ է նշանակում։ Սա իմ վարդապետությունը չէ, այլ Սուրբ Եզեկիել մարգարեինը, որը նրա համար սգալով այսպես է ասում.
Դու կատարյալ իմաստության նմուշ ես եղել, գեղեցկության պսակ, եղել ես Աստծո դրախտի գգվանքներում և դարձյալ անարատ ես եղել քո օրերում, ստեղծվելուց հտիվեր, մինչև որ անիրավություններ են Երևան եկել քո մեջ։ Լավ է ասված, Երևան է եկել քո մեջ, այսինքն ոչ թե քո ներսից է բխել, այլ դու ինքդ ծնեցիր այն։ Մարգարեն ասում է նաև դրա պատճառը. քո գեղեցկության մեջ սիրտդ գոռոզացել է, իմաստությունդ ապականվել քո գեղեցկությամբ հանդերձ, քո մեղքերի շատության համար գետին եմ գցել քեզ, խայտառակել քեզ թագավորների առաջ։ Ըստ սրա Հիսուս ավետարանում ասում է. տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս ինչպես փայլակը։ Տեսնում ես հին և նոր կտակարանների նմանությունները, նա ընկնելով իր ետևից տարավ շատերին և ցանկություն է առաջացնում նրանց մեջ, ովքեր հնազանդվում են նրան։ Նրա պատճառով մեր նախահայր Ադամը վտարվեց և դրախտի փոխարեն, ուր վայելքով էին տրվում անմահական պտուղները, ժառանգեց տատասկաբեր երկիրը։ Ձեզանից մեկը կասի, թե մեռանք մենք գայթակղվածներս և միթե դրանից հետո փրկություն չկա մեզ համար։ Մենք ընկանք և միթե չենք կարող ոտքի ելնել, կուրացանք և միթե կրկին չենք տեսնելու, կաղ դարձանք և միթե չենք կարողանալու քայլել ուղիղ, կարճ ասած, մենք մեռանք և միթե հարություն առնելու ճար չկա։ Նա, որ հարություն տվեց 4-օրյա մեռած Ղազարոսին, միթե քեզ, որ կենդանի ես, հարություն չի պարգևելու։ Նա, որ մեզ համար թափեց իր թանկագին արյունը, որպեսզի ազատի մեզ մեղքերից։ Չհուսահատվենք, եղբայրներ, անհուսության չմատնենք ինքներս մեզ, քանզի սարսափելի է ապաշխարության հույս և հավատ չունենալը։ Նա, ով փրկության չի ապավինում, բազմապատկում է իր մեղքերը, իսկ ով ապաքինություն ստանալու հույս ունի, նա առանց դժվարության իրեն հեռու է պահում նրանցից։ Ավազակը, որ ներում չի ակնկալում, դառնում է ավելի դաժան, բայց երբ ներում ստանալու հույս ունի, զղջում է իր արածի համար։ Օձերը փոխում են իրենց ծերացած կաշին, և ինչու մենք, մարդիկս, չենք կարող թողնել մեր մեղքերը։ Փշով ու տատասկով ծածկված հողը լավ մշակվելուց պտղաբեր է դառնում, և միթե մեզ համար անդառնալի է փրկության ճանապարհը։ Մեր բնությունը կարող է ընդունել փրկությունը, դրա համար պահանջվում է միայն մեր ցանկությունը։ Մարդասեր է Աստված, անասելի մարդասեր։ Մի ասա, թե ես անարարկվեցի, շնացա, մեծ մեղքեր գործեցի, ոչ մեկ, այլ բազում անգամներ։ Միթե նա կների ինձ, միթե մոռացության կմատնի դրանք։ Լսիր, թե ինչ է ասում Սաղմոսերքում, որքան շատ է քո ողորմության քաղցրությունը, Տեր։ Քո բոլոր մեղքերը միասին չեն կարող հաղթել Աստծո ողորմածությանը։ Քո խոցերը բժշկի փորձից ավելի չեն, միայն թե նրան հավատով տրվիր, հայտնիր բժշկիդ քո հիվանդության մասին, դու էլ Դավթի հետ ասա. մեղքերս քեզ ցույց կտամ և անօրենությունս չեմ ծածկի քեզնից, որին հաջորդում է, թե դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը։ Դու, որ նոր ես սկսել լսել Քրիստոսի վարդապետությունը, ուզում ես տեսնել Աստծո մարդասիրությունն ու երկայնամտությունը։ Լսիր այն ամենն, ինչ պատահել է Ադամի հետ։ Ադամը խախտեց Աստծո պատվիրանը, չէ՞ որ Աստված հենց այդ ժամանակ կարող էր նրան մահվան դատապարտել։ Տես թե ինչ է անում մարդասերն Աստված։ Ճիշտ է, նրան վտարեց դրախտից, քանի որ իր մեղքի պատճառով նա արժանի չեղավ դրախտին։ Աստված Ադամին բնակեցրեց դրախտին դեմ հանդիման, որպեսզի նա տեսնի, թե ինչից և ինչ պատվից է զրկվել, որպեսզի ապաշխարությամբ փրկվի։ Մարդկության անդրանիկը Կայենը եղբայրասպան, մարդասպանության առաջնորդն ու առաջին նախանձը եղավ։ Սակայն եղբորն սպանելուց հետո նա ինչ պատժի արժանացավ։ Ահ ու դողի և երերման մեջ պիտի լինես երկրի վրա։ Մեղքը շատ մեծ է, իսկ պատիժը փոքր։ Այսպես է բացվում Աստծո մարդասիրությունը, բայց այն դեռ այնքան մեծ չէ, ինչպես կտեսնենք ստորև։
Պատկերացրու Նոյի ժամանակները, հսկաները մեղանչեցին, երկրի երեսին շատացան անմաքուրները, այդ պատճառով եղավ ջրհեղեղը, և Նոյի 500-րդ տարում Աստված ջրհեղեղով սպառնաց և 600-րդ տարում արդեն պատուհասեց մարդկանց։ Տեսնում ես մարդասեր Աստծո երկայնամտությունը, որ տևեց 100 տարի, միթե նա ավելի շուտ չէր կարող այն անել, ինչ արեց 100 տարի հետո, սակայն նա դիտավորյալ երկարաձգեց ժամանակը, որպեսզի մարդիկ ապաշխարության ժամանակ ունենան։ Տեսնում ես Աստծո ողորմածությունը։ Եթե նույնիսկ մարդիկ այդ ժամանակ զղջային, ապա չէին զրկվի Աստծո մարդասիրությունից։ Տեսնենք նրանց, ովքեր ապաշխարությամբ փրկվեցին։ Հնարավոր է կանանց մեջ լինեն այնպիսիները, որ ասեն, թե ես շնացել եմ, պղծել եմ իմ մարմինն ամեն տեսակի ախտերով, կարող եմ արդյոք փրկություն գտնել։ Կին, նայիր Ռախաբին, և դու էլ փրկություն կգտնես, քանզի նա, որ հայտնապես և հրապարակավ պոռնկում էր, զղջումով և ապաշխարությամբ փրկություն գտավ։ Միթե դու չես փրկվի քո ապաշխարությամբ ու պահքով։ Տես թե ինչպես փրկվեց Ռախաբը, որ ասաց միայն. «Ձեր Տեր Աստվածն Աստված է երկնքում վերևում և երկրի վրա ներքևում»։ Նա չհամարձակվեց իրենն համարել Աստծուն, գիտակցելով իր անմաքրությունը։ Այսպես ապաշխարությամբ տրվող փրկությունը հավասարապես վերաբերում է և տղամարդկանց, և կանանց։ Եթե նույնիսկ մեղանչի մի ամբողջ ազգ, Աստծո մարդասիրությունն անհաղթելի է։ Իսրայելի ժողովուրդը ոսկյա հորդ ձուլեց, սակայն չուրացավ իր մարդասիրությունը։ Մարդիկ երես թեքեցին Աստծուց, սակայն նա երես չթեքեց նրանցից։ Բայց Իսրայելի Աստվածը կրկին նրանց փրկիչը եղավ, ընդ որում ոչ թե միայն ժողովուրդն էր մեղանչել, այլև Ահարոն քահանան։ Սրա մասին վկայում է Մովսեսը, նա խիստ բարկացել էր նաև Ահարոնի վրա, ուզում էր սպանել նրան։ Ես այս անգամ էլ աղոթեցի Ահարոնի համար։ Եթե այն ժամանակ, երբ Մովսեսը խնդրեց քահանայապետի համար և Աստված ներեց նրա հանցանքը, ապա այժմ միթե իր միածին որդու միջոցով Աստված չի գթա մեզ, միթե նա քեզ համար, որ հեթանոսությունից ես եկել, կխնայի իր սրբությունը։ Զղջա այդպես և դու մարդ, և քեզ վրա շնորհներ կիջնեն։ Այսուհետ ի ցույց դիր քո անարատ վարքը, քանզի Աստված ճշմարտապես մարդասեր է, և ոչ ոք չի կարող պատմել նրա մարդասիրության մասին։ Եվ եթե նույնիսկ մարդկային բոլոր լեզուները միահյուսվեն, ապա կրկին չեն կարող գոնե մասամբ հայտնել Աստծո մարդասիրությունը։ Մենք Սուրբ Գրքով միայն Աստծո մարդկանց հանդեպ ցույց տված բարերարության մի փոքր մասն ենք իմանում, սակայն դեռևս չգիտենք, թե որքան ներողամտություն է նա ցուցաբերել հրեշտակների հանդեպ, քանզի նրանց հանդեպ ևս ներողամիտ է Աստված, որովհետև միայն Հիսուս է անմեղ, որ մեր մեղքերի թողություն տվողն ու սրբողն է։ Բավ է այս մասին։ Եթե ցանկանում ես, որ ուրիշ օրինակներ բերեմ, ապա նայիր երանելի Դավթին և նրան վերցրու որպես ապաշխարության օրինակ։ Ընկավ այս մեծ այրն այն ժամանակ։ Երեկոյան ընթրիքից հետո նա շրջում էր իր տան շրջակայքում։ Անզգուշաբար տեսավ և տրվեց մարդկային թուլությանը։ Գործված է մեղքը, բայց սրանով բնաջնջված չէ քո անկման խոստովանության բարի ցանկությունը։ Անհապաղ եկավ Նաթան մարգարեն, հանդիմանելու և բժշկելու նրա վերքերը։ Բարկացավ Տերը, քանզի մեղանչեցիր։ Թագավորին այս բանն ասում էր հասարակ մարդը, բայց ծիրանազգեստ արքան չբարկացավ նրա վրա, քանի որ նա տեսնում էր ոչ թե խոսողին, այլ նրան, ում կողմից ուղարկված էր նա։ Նրան չէր կուրացրել զորքը, որ շրջապատում էր իրեն, քանզի մտքում պատկերացնում էր Աստծո հրեշտակների զորքը և անտեսանելիից սարսափած կարծես տեսավ նրան։ Եվ ի պատասխան ասաց մարգարեին. մեղանչել եմ Տիրոջ դեմ։ Տեսնում ես թագավորի խոնարհությունն ու խոստովանությունը։ Ոչ ոքի կողմից չմերկացվեց նրա հանցանքը, քչերն իմացան նրա արարքի մասին։
Գործն արագ գործվեց, մարգարեն անհապաղ հայտնվեց հանցանքը մերկացնելու և անկացը խոստովանեց իր չարագործությունը։ Եվ քանի որ նրա խոստովանությունն ի սրտ էր, նա շատ արագ էլ բժշկվեց։ Նույն Նաթան մարգարեն, որ սպառնում էր նրան, ասաց. «Տերը ներեց քո մեղքը»։ Տեսնում ես, որքան արագ է մարդասեր Աստված փոխում իր դատապարտության վճիռը, սակայն մարգարեն ասում է. «Դրանով թշնամիներին առիթ տվեցիր Տիրոջը հայհոյելու»։ Շատ թշնամիներ ունեիր քո արդարության պատճառով, բայց քո ողջամտությունը պահպանեց քեզ։ Եվ երբ դու կորցրեցիր քո այս ուժեղ զենքերը, այդժամ քո թշնամիները պատրաստ էին քեզ վրա հարձակվել։ Այդպես էր ասում նրան մարգարեն։ Չնայած երանելի Դավիթը լսեց մարգարեի այն խոսքը, թե «Տերը ներեց քո մեղքը», դարձյալ չդադարեց ապաշխարել, ծիրանիի փոխարեն քուրձ հագավ և գահի փոխարեն մոխրի վրա նստեց, կերակուրի փոխարեն մոխիր կերավ, ինչպես ինքն է ասում. «Մոխիր կերա հացի տեղ»։ Արցունքներով թրջեց իր վավաշոտ աչքերը ասելով. «Ամեն գիշեր հեծեծանքով լվացի իմ մահիճը և իմ արտասուքով անկողինս թրջեցի»։ Իշխանները նրան խորհուրդ տվեցին, որ հաց ուտի, սակայն նա չլսեց նրանց և 7 օր պաս պահեց։ Եթե թագավորն այդպես ապաշխարեց, ապա դու, հասարակ մարդ, որքան պիտի ապաշխարես։ Տեսնում ես, որքան բարի է խոստովանությունը։ Տեսնում ես, որ զղջացողները փրկվում են։ Նաև Սողոմոնն ընկավ, բայց ինչ է ասում նա. «Ես զղջացի, տեսա և ընտրեցի բարի խրատը»։ Իսկ Աքաաբը, սամարացիների արքան, անօրեն, կռապաշտ, բարեպաշտությունից օտարացած և ագահ մարդ էր։ Հեզաբելի ձեռքով սպանեց Նաբովթին, և երբ եկավ Եղիա մարգարեն և սպառնաց նրան, նա պատռեց իր հագուստը և քուրձ հագավ։ Ինչ է ասում Եղիային մարդասերն Աստված. «Տեսա՞ր, որ զղջաց իմ առջև»։ Նա կարծես համոզում է վրեժխնդրությամբ լցված մարգարեին, որ ների ապաշխարողին։ Նրան չարիք չեմ պատճառի իր կենդանության օրոք, ասում է Աստված։ Չնայած Աքաաբը չի դադարում չարամտել նաև ապաշխարելուց հետո, Աստված կատարելապես ներում է նրան և ոչ այն պատճառով, որ նա չգիտեր ինչ է լինելու, այլ ներում է, շնորհում հենց այն ժամանակ, երբ մեղանչողն ի սրտ է ապաշխարում է, քանզի արդար դատավորը ամեն մի գործ դատելու է այնպես, ինչպես այն գործվել է։ Այլ կերպ ասած, Հերոբովամը, որ զոհասեղանի առաջ զոհեր մատուցում, և երբ նա հրամայեց բռնել իրեն հանդիմանող մարգարեին, նրա ձեռքը չորացավ։ Բայց տեսնելով մարգարեի զորությունը, ասաց նրան. «Աղաչիր քո Տեր Աստծուն, աղոթիր ինձ համար, որ ձեռքս դեպի ինձ քաշվի»։ Այս խոսքերից հետո նրա ձեռքը կրկին իրեն քաշվեց։ Եթե մարգարեն բժշկեց Հերոբովամին, միթե Քրիստոս չի ապաքինի ու ազատի քեզ մեղքից։ Մանասեն նույնպես անօրեն մարդ է, որ սղոցեց Եսայուն, բղծեց իրեն կռապաշտությամբ, Երուսաղեմը լցրեց անմեղ արյունով, սակայն գերի տարվեց Բաբելոն և երկարատև չարագործությունը վերափոխվեց դարմանիչ ապաշխարության։ Սուրբ Գիրքն ասում է. «Նա աղոթեց Աստծուն, Աստված լսեց նրա աղաչանքն ու նրան վերադարձրեց Երուսաղեմ իր թագավորությանը»։ Եթե մարգարեին սղոցողը ապաշխարությամբ փրկվեց, միթե դու չես փրկվի, որ ոչ մի այդօրինակ մեղք չես գործել։ Տես, առանց պատճառի մի վանիր ապաշխարության զորությունը։ Ուզում ես իմանալ, թե որքան զորավոր է ապաշխարությունը։ Ցանկանում ես ճանաչել փրկության հզոր զենքը և ուսանել, թե որքան զորավոր է խոստովանությունը։ Եզեկիան խոստովանությամբ 185,000 սպառազենների կործանեց։ Մեծ է արդարև այս գործը, բայց այս ոչնչությունը այն բանի հետ համեմատած, որը կպատմվի ստորև։ Նա ապաշխարությամբ կասեցրեց Աստծո կողմից սահմանված մահվան վճիռը։ Նրա հիվանդության ժամանակ Եսային նրան ասաց. «Քո տան գործերը կարգի դիր, քանզի դու չես առողջանալու, մեռնելու ես»։ Սրանից հետո կարելի է սպասել, փրկության հույս ունենալ, երբ մարգարեն ասում է. «Դու մեռնում ես»։ Սակայն Եզեկիան շարունակեց ապաշխարել և հիշելով այն խոսքը, թե «Երբ դարձի գաս
եւ հոգոց անես, այն ժամանակ կապրես եւ կիմանաս, թե որտեղ ես գտնվում։ Դարձավ դեպի պատը եւ աղոթեց Աստծուն ասելով. «Ով Տեր, հիշիր ինձ, քանզի ինձ փրկելու համար բավական է, որ հիշես ինձ։ Դու չես ենթարկվում ժամանակին, սակայն դու ես կյանքի օրինադիրը։ Աստղերի դասավորվածությունից չի կախված մեր կյանքը, ինչպես դատարկաբանում են շատերը, այլ դու ես որոշում, թե ով որքան պիտի ապրի, եւ նրան, որ մարգարեի վճռով այլևս ոչ մի հույս չէր տրվել ապրելու, ավելացվեց ևս 15 տարի ի նշան, որի արեգակը հակառակ ուղղությամբ շարժվեց։ Երբ Եզեկիայի համար արեգակը ետ դարձավ, Քրիստոսի համար այն բոլորովին խավարեց, սրանով իսկ ցույց տալով երկուսի, Եզեկիայի եւ Հիսուսի միջև եղած տարբերությունը։ Առաջինը կարողացավ կասեցնել Տիրոջ մահաբեր հրամանը, իսկ Հիսուսը չէ, որ մեծ մեղքերի թողություն է շնորհում։ Դարձիր եւ ողբա ինքդ քեզ վրա, փակիր դուռդ եւ աղոթիր, որպեսզի նա թողություն տա եւ ազատի քեզ հավիտենական հրի տանջանքներից, քանզի խոստովանությունն իզորու է նաեւ մարել հրդեհն ու հնազանդեցնել առյուծին։ Եթե չես հավատում, դες թե ինչ պատահեց Անանիայի եւ նրա հետ եղողների հետ, որոնք այդքան աղբյուրներ բխեցրին, որոնցով կարելի էր հանգցնել 49 մետր բարձրացող կրակն անգամ։ Որտեղ կրակն ավելի էր բարձրանում, այնտեղ իբրև գետ հորդում էր հավատը, այնտեղ հակառակվում էին չարին այս խոսքերով, որովհետև դու արդար ես այն ամենի մեջ, որ բերեցիր մեզ վրա, քո բոլոր գործերը ճշմարիտ են, քո ճանապարհները ուղիղ եւ քո բոլոր դատաստանները արդար։ Խոստովանությունը հանգցնում էր կրակը։ Եթե չես հավատում, որ ապաշխարությունն իզորու է հանգցնելու գեհենի կրակը, ապա տես թե ինչ եղավ Անանիայի հետ։ Սակայն ուշադրությամբ լսողներից մեկը կասի, թե Աստված նրանց այն ժամանակ պահպանում էր իրենց արդարության համար, որովհետև չցանկացան կուռքերին խոնարհվել եւ նրանց Աստված զորացրեց։ Համաձայն եմ եւ ապաշխարության այլ օրինակ ցույց կտամ ձեզ։ Ինչ ես մտածում Նաբուգոդոնոսոր արքայի մասին։ Սուրբ Գրքից չես լսել, որ նա արյունախում, վայրենի եւ գազանաբարո մարդ էր։ Չես լսել, որ նա թագավորական գերեզմանից հանել եւ դեն էր նետել արքաների ոսկորները։ Չես լսել, որ նա մի ամբողջ ժողովուրդ է գերեվարել։ Չես լսել, որ նա թագավորի զավակներին նրա աչքի առաջ սպանելուց հետո կուրացրել է նրան։ Չես լսել արդյոք, որ նա քերովբեներին հափշտակեց ոչ թե հոգևոր երկնայիններին, այլ նրանց, որոնց միջոցով Աստված խոսում էր ժողովրդի հետ։ Նա պատրեց սրբության վարագույրները, տաճարի սպասքը վերցնելով բերեց կռատուն, հիմնահատակ այրեց տաճարը։ Ինչ պատժեր արժանի նա այս շարիքների համար։ Նա արժանի չէր հազարապատիկ մահվան։ Դու տեսար նրա չարիքների մեծությունը, այժմ տես Աստուծո մարդասիրությունը։ Նաբուգոդոնոսորը գազանի կերպարանք ստացավ, ապրեց անապատում, այդպիսին դարձավ, որպեսզի փրկվի։ Առյուծի եղունգներ ուներ, քանզի սրբությունների գիշատիչ էր։ Առյուծի մորթի ուներ, քանզի հափշտակող ու մռնչացող առյուծ էր եղել։ Արածում էր ինչպես ես, քանզի անասուն էր եղել, որ չէր ճանաչում նրան, ով իրեն թագավորություն էր տվել։ Նրա մարմինը ցողով էր թրջված, քանզի ցողով հանգցրած կրակը տեսնելով նա չէր հավատացել։ Ինչ է կատարվում սրանից հետո։ Այդ օրերից հետո ես Նաբուգոդոնոսորս իմ աչքերը բարձրացրի դեպի երկինք, իմ միտքը վերադարձավ ինձ, օշնեցի Բարձրյալին, գովեցի եւ փառավորեցի հավիտենապես կենդանի Աստծուն, որովհետև նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, նրա տերությունը սերնդից սերունդ։ Եվ երբ նա ճանաչեց Բարձրյալին, օշնաբանեց նրան, խոստովանեց իր մեղքերն ու զղջաց, ընդունեց իր ոչնչությունն Աստուծո հանդեպ, այն ժամ միայն Աստված նրան վերադարձրեց նախկին թագավորական պատիվը։ Ուրեմն ինչ, Նաբուգոդոնոսորին, որն այդքան չարիք գործեց եւ ապա զղջաց, Աստված ներում շնորհեց եւ երկնքի արքայություն մտցրեց, իսկ քեզ ապաշխարողիդ միթե չի շնորհի մեղքերի թողություն ու երկնային արքայություն
եթե դու ապրես ինչպես հարկն է։ Աստված մարդասեր է, շուտ է ներում, սակայն հապաղում է պատժելիս։ Այս պատճառով ոչ ոք չի կորցնում իր փրկության հույսը։ Պետրոսը, որ առաքյալների գլխավորն ու առաջնորդն էր, 3 անգամ ուրացավ Տիրոջը, բայց զղջալով դառնապես լաց եղավ։ Իսկ լացը սրտով զղջման նշան է։ Այս պատճառով նա ոչ միայն ներում ստացավ, այլ պահեց իր առաքելական պատիվը։ Արդ եղբայրներ, տեսնելով մեղանչողների, ապաշխարողների և փրկվածների այն բոլոր օրինակները, շտապեք և դուք ապաշխարելու Աստծո առաջ, որպեսզի ձեր մեղքերի համար թողություն ստանաք և ժառանգեք երկնքի արքայությունը բոլոր սրբերի հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որին փառք և պատիվ հավիտյանս հավիտենից, ամեն։